Ադրբեջանական դատական ֆարսը նոր փուլ է մտնում հայերին կեղծ մեղադրանքներ ներկայացնելուց, այսպես կոչված տուժողների հորինած պատմությունները լսելուց հետո դատարանը որոշել է ավարտել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների դատաքննությունը։ Դատախազները եզրափակիչ ճառերին պատրաստվելու ժամանակ են խնդրել։ Մեղադրողի ճառը կլինի, հետո տուժող կողմը, եթե հանդես գա որևէ եզրափակիչ ելույթով, հետո պաշտպանները հանդես կգան իրենց եզրափակիչ ելույթով, դրանց հետո արդեն մեղադրյալները հնարավորություն կունենան իրենց վերջին խոսքը ասելու։ Մեղադրյալները կօգտվեն վերջին խոսքի իրավունքից, թե ոչ վաղ է ասել։ Դատավոր Աղաևը հայտարարել է, որ իրենց ելույթների ժամանակ կողմերը կարող են հղում կատարել միայն դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներին։ Եթե մենք խոսենք նորմալ դատավարության մասին, սա կրկին կարևոր փուլ է հասկանալու, թե ինչպիսի ապացույցներ են քննվել, ինչպես է դա գնահատվում, հետագայում հասկանալու, թե արարքները վերագրվող ճիշտ են որակվել, թե ոչ, բայց քանի որ գործ ունենք շինծու դատավարությունների հետ և արտադրության հետ որևէ աղերս չունեցող գործընթացի հետ, այս դեպքում սա ուղղակի բեմադրության շարունակությունն է։ Վերջին նիստում Լևոն Մնացականյանի այսպես կոչված պաշտպանը դատարանին խնդրել է թույլ տալ առանձին հանդիպել իր պաշտպանյալի հետ ընդմիջման ժամանակ։ Զեյնալ Աղաևն ասել է, որ դրա համար պայմաններ կստեղծվեն ընդմիջման ժամանակ։ Թե ինչ է ադրբեջանցին քննարկել պաշտպանության բանակի նախկին հրամանատարի հետ, ադրբեջանական լրատվամիջոցները չեն հաղորդում։ Հանրային պաշտպանի գրասենյակը ինստիտուտ Ադրբեջանում արդյունավետ չէ, անկախ չէ եւ իզորուտ չէ ապահովել պաշտպանություն, հատկապես քաղաքական դատավարությունների համատեքստում որոշ դեպքերում արդեն իսկ հայրենադարձված մեր գերիները ասում էին, որ անգամ պաշտպանների ներկայությամբ խախտումներ էին տեղի ունենում, այդ նաև բռնություն էր գործադրվում, բայց դա անհետևանք էր մնում։ Մեղադրյալներն անցնում են 2548 դրվագով հավաքված կեղծ և ակնհայտ հորինված ապացույցների հիմքով։ Իրավապաշտպանը հատուկ որևէ նիստ առանձնացնել չի ցանկանում, իրավական մեծ ֆարսի դետալներին անդրադառնալն անիմաստ է։ Չտեսանք որևէ վկա, որը հարցաքննվի իօքուտ պաշտպանությանը, այն ենթադրյալ ապացույցները, որոնք որ պաշտպանները ներկայացրել են, իբր թե իօքուտ հայ ամբաստանյալների կրկին պարզ չէ, թե արդյոք լավագույն ապացույցներն են, թե ոչ, որտեղ մենք ցավոք սրտի ստիպված ենք ապավինել այն լուսաբանմանը, որը որ ստանում ենք Ադրբեջանից, այսինքն որևէ անկախ ԶԼՄ-ի կողմից կամ դիտորդական առաքելության կողմից մշտադիտարկում չի իրականացվում։ Դեռևս չի ավարտվել միայն Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Արցախի նախկին պետնախարարի գործն առանձնացնելու Բաքվի որոշումը իրավապաշտպանը պատահական չի համարում, հատկապես եթե հաշվի առնենք հանգամանքը, որ Վարդանյանին գրեթե նույն մեղադրանքներն են ներկայացվել։ Միանշանակ կարող ենք պնդել, որ դա հատուկ արված, որպեսզի ել ավելի կենտրոնանան հենց Ռուբեն Վարդանյանի դեմ իրենց մղվող, այսպես ասած, պայքարի վրա։ Թե որքան կտևեն շինծու դատավարությունները հստակ չէ։ Մեղադրանքները բավարարելու դեպքում ոմանց կարող է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում սպառնալ։ Նրանց արտահանձնելու հնարավորություն կա։ Դա մարդասիրական քայլ է համարվում ամրագրված միջազգային կոնվենցիաներով։ Բոլորիս ակնկալիքը այն է, որ ինչ-ինչ բարենպաստ պայմանների դեպքում կհայրենադարձվեն։ Դատական հաջորդ նիստը նոյեմբերի 3-ին է, հենց այդ օրն էլ մեղադրողները կներկայացնեն իրենց ճառերը։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։